Հարգելիներս, կա Սանսարայի անիվ, ռուսերեն լսած կլինեք, Սանսարա, հա, և ինչն է հետաքրքիր, մարդիկ, երբ գալիս են այս աշխարհ, իրենց առաքինությունը կատարելու, շատերը տեղյակ չեն, թե ինչպես հետագայում դուրս գան այդ ուրեմն Սանսարայի անիվի մատրիցայի միջից, չհասկանալով, որ այսինքն դուք ընդհանրապես պետք է կա հիմա խավար, կա լույս, հա, շատերը հենց այդտեղ էլ դոփած մնում են այդ մատրիցայի մեջ, չկարողանալով իրենց հոգիները այդպես էլ, հա, իրենց առաքինությունը կատարել եւ մնում են այնտեղ եւ մահից հետո երբ որ հոգին թողնում է այդ մարդկանց, եթե իրենք սխալներ են արել, կարմա են աշխատել, այդպես էլ չեն կարողանում դուրս գալ այդ Սանսարայի անիվից եւ հոգին երբ դուրս է գալիս մարմինը թողելով, նորից պետք է պատրաստվի, ինչպես ես ասեցի, հա, ինչի միջոցով եւ նորից գա այս աշխարհ, որպեսզի ինքը կարողանա իր առաքելությունը կատարել, հա, տարբեր է լինում ամեն մարդու մոտ, եթե մարդը կներեք գնում է դեպի լույս, կարողանալով այդ մատրիցայի միջից դուրս գալ ճիշտ իր առաքինությունը կատարելով, դիմելով ճիշտ մասնագետներին եւ այլն, դե բնական է, որ այստեղ իմանալով, թե որն է իր առաքինությունը, այդ թվանշանները ճիշտ օգտագործելով իր կյանքում, հասնելով, հա, մարդկանց տանելով իր հետևից առաքինությունը ճիշտ կատարելով, այդպիսի մարդիկ արդեն կարողանում են ճիշտ թողնել ուրեմն այդ մատրիցայից դուրս գալով, հա, այդ Սանսարայից անիվից դուրս գալով եւ նրանք գնում են դեպի լույս եւ արարիչը։ Այս է հետաքրքիր բոլորդ գիտեք տեսած կլինեք տարոք քարտերի մեջ կա 10-րդ մեծ արկանը, հա, Կալիսո Ֆորտունի, դա հենց շրջանակն է Սանսարայի, հա, որտեղ որ մարդիկ հենց այդտեղ էլ մնում են, հոգին դուրս է գալիս նորից այլ ծրագրով իրանք պետք է գան, որպեսզի իրենք կարողանան այդ ամենի միջից դուրս գալ, ճիշտ իրենց առաքինությունը ուրեմն կատարելով։ Ինչն է հետաքրքիր, որ այդ Սանսարայի մեջ կա մատրիցայի, հա, 12 տուն, ուշադիր լսեք, ինչը ձեզ բավականին կհետաքրքրի, կա 12 դաս, որոնք մարդը պետք է անցնի այդ իր, հա, որ ծնվել է